Շնորհակալ եմ ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք եվրոպական ինտեգրման հարցերով համըշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը եւ դիմելով պարոն Հարությունյանին նախ ուզում եմ կոչ անել, որպեսզի մենք իրար հետ այս քննարկումներում հնարավորինս անկեղծ լինենք, պարոն Հարությունյան, ես քիչ առաջ ձեր գործընկերոջը հավաստիացրեցի, որ մեր քննարկումներում եթե մենք լինենք բանավեճի տարբեր կողմերում, այն պահին, երբ դուք կհամոզեք մեզ հակառակում, բացառված է մի իրավիճակ, որ պայմանավորված մեր քաղաքական դիրքորոշմամբ, ի սկզբանե հայտարարած կամ մեր կուսակցական պատկանելությամբ մենք մեր դիրքորոշումը չենք փոխի, ըստ այդմ ես կուզեի, որպեսզի դուք օբյեկտիվ ձեր վերջի ելույթում օբյեկտիվորեն անդրադառնայիք հետևյալ հարցին։ Դուք խոսեցիք արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման կարևորության մասին եւ ըստ էության դուք հանդես եք գալիս այս դիրքերից։ Ես կուզեմ, որպեսզի հենց այս համատեքստում դուք օբյեկտիվ գնահատական տակ մեր կառավարության արտաքին քաղաքականությանը հենց արտաքին, ուրեմն մեր միջավայրի եւ քաղաքականության դիվերսիֆիկացման համատեքստում արդյոք կան դրական փոփոխություններ այստեղ եւ եթե կան, ապա որոնք են դրանք։ Հաջորդը, պարոն Հարությունյան, դուք հարցոպատասխանի ժամանակ ի պատասխան իմ գործընկերոջ հարցին ասացիք, որ դրական եք վերաբերվում 2022 թվականի քառակողմ հանդիպմանը, հետո ասեցիք, դուք նկատի ունեիք երևի Պրաղայի հոկտեմբերի 6-ի հանդիպումը, դրան բնականաբար բացասական եմ վերաբերվում եւ կխնդրեմ անպայմանորեն անդրադառնաք, թե այդ որ քառակողմ հանդիպումն էր, որին դուք դրական էիք վերաբերվում, սա շատ կարևոր հարց է։ Հաջորդը, պարոն Հարությունյան, եթե դուք նկատել եք մեր խմբակցության կողմից հարցերի մի մասը գրեթե կրկնվում էին եւ դա պայմանավորված էր նրանով, որ ձեր պատասխանը ըստ էության չէր բավարարում իմ գործընկերներին այն առումով, որ ձեր պատասխանները եւս կրկնվում էին եւ ուզում եմ այս մասին հիմա խոսել, գիտեք, ըստ էության խնդիրը անձինք չեն, ես կարող է տարբեր ու վստահաբար տարբեր վերաբերմունք ունեմ ձեր անձամբ եւ Տիկին Հովսեփյանի տեխնացություններին, բայց այստեղ խնդիրը եւ պատճառը, թե ինչու են այդ հարցերը անվերջանալի եւ անընդհատ կրկնվում, նրանում է, որ դուք եւ ձեր ֆրակցիան դիսկավորվելով համապատասխան ձևով այդ թվում նախընտրական քարոզարշավի ժամանակ ընտրել եք հենց եվրոպական ինտեգրման հանձնաժողովը, ինչը օբյեկտիվորեն բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Եվ այս հարցերը առաջացվում են մի իրավիճակ, երբ ենթադրյալ տեխնացուն այս հանձնաժողովի նախագահի ըստ մեզ առնվազն պիտի մարդ լինի, ով պիտի եվրոպական այդ Եվրոպա դեպի ձգտման առաջամարտիկը լինի, այդ արժեհամակարգի կրողը եւ այլն։ Եվ ըստ էության հանձնաժողովի նախագահի տեխնացուներին ուղղված մեր հարցերը հենց այս համատեքստում են եւ դուք հենց այս մասով չեք կարողանում պատասխանել մեր հարցերին։ Հակառակը դուք ասում եք, սա այս հանձնաժողովը իմ նախագահության օրոք չի դառնալու եվրոպական օրակարգերի գովաբանման հարթակ, լինելու է ընդամենը վերահսկողական գործառույթ իրականացնող մարմին, եւ սա մեզ չի բավարարում, պարոն Հարությունյան, որովհետեւ մենք կարծում ենք, որ այս հանձնաժողովի նախագահան պետքա անձնապես պետքա լինի մի մարդ իր քաղաքական պատկերացումներով եւ ձգտումներով, ով շատ ընդգծված եվրոպամետ է։ Նույնիսկ եթե ձեր ընդհանուր խմբակցության դիրքորոշումը հենց անձամբ ձեր դիրքորոշման հետ 100%-ով չհամընկնի։ Եվ համեմատության կարգով օրինակի համար կարող եմ օրինակ բերել պայմանական X կառավարության բնապահպանության կամ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը։ Ենթադրվում է, որ այս մարդը պետք է մշտապես հանդես գա շրջակա միջավայրի պաշտպանության դիրքերից։ Զուգահեռաբար պայմանականորեն էկոնոմիկայի նախարարը կամ ընդերքի նախարարը տվյալ պարագայում տարածքային կառավարման նախարարությունում պետք է հանդես գա ընդերքի լիցենզիաների ավելացման եւ մնացածի դիրքերից։ Եվ մեր ակնկալիքը ըստ էության ձեզանից հենց այս համատեքստում է։ Եվ կխնդրեմ այս հարցին անդրադառնաք իմ նշած ուրեմն
դիտարկումների ներքո։ Հաջորդը պարոն Հարությունյան, դուք մի քանի անգամ կրկնեցիք, որ հապկի հետ կապված խնդիրները, որպեսզի պարզ լինեն ձեր համար, դուք պետք է հարցով դիմեք հապկին։ Ես ուզում եմ հասկանամ դուք ով, այսինքն դուք այդ հարցը կուղղեք հապկին այն պահին, երբ որ լինեք իշխանություն, եւ եթե հա այո, ապա ինչու դուք այդ հարցը չեք կարող ուղղել այս պահին հապկին, ինչ որ չգիտեմ, վստահաբար խողովակներ կլինեն տարբեր, եւ առհասարակ այս հարցի քննարկման ժամանակ ինչու է ձեր համար ճշմարտության աղբյուրը այս պարագայում հապկը կամ հապկի ձեր գործընկերները։ Արդյոք Հայաստանի Հանրապետության իշխանության, գործող իշխանությունների պարզաբանումները կամ տեղեկատվությունը տրամադրած ձեր համար բավարար չի։ Այսինքն ամեն անգամ, երբ դուք ասում եք, մենք պետք է հապկին դիմենք հասկանալու համար այն պատճառները, որոնցով պայմանավորված հապկը այս հարցի վերաբերյալ մատնված է եղել անգործությանը։ Սա արդյոք խոսում է նրա մասին, որ դուք մեզ չեք վստահում, դուք մեր կառավարությանը, Հայաստանի Հանրապետության իշխանություններին չեք վստահում եւ ձեզ պետք է երկրորդ կարծիք հապկի տեսքով։ Ես կխնդրեմ այս բոլոր հարցերին, պարոն Հարությունյան, անպայմանորեն անդրադառնաք, որովհետև հարգելի գործընկերներ, նախորդիվ մի քանի անգամ իմ ելույթներում ես գրեթե բոլոր իմ ելույթներում խնդրում եմ հարցադրումներ եմ անում բոլոր տեխնացուների վերաբերյալ, որպեսզի այս հարցերին անդրադառնամ, որևէ անդրադարձ չի լինում, այդ թվում ցավոք Տիկին Մանուկյանը եւս որևէ հարցից չպատասխանեց, խնդրում եմ այնուամենայնիվ բացառության կարգով գոնե պարոն Հարությունյան, դուք պատասխանեք իմ հարցերին, շնորհակալություն։